Այս պահի դրությամբ մենք պետք է հեռախոսակապ հաստատենք քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ եւ միասին կվերլուծենք ընտրական գործընթացը։ Բարև ձեզ նորից Տիկին Զոհրաբյան։ Բարև ձեզ։ Մենք ուզում ենք խոսել իհարկե վերլուծել, թե ինչ է կատարվում Գյումրում, բայց մինչ այդ հասկանանք ընդհանուր մթնոլորտը, դրանից առաջ շատ շռայլ խոստումներ եւ փոխադարձ մեղադրանքներ ու հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչել։ Այդ մթնոլորտում է անցել ընդհանրապես քաղաքական մրցավազքը Գյումրիում, որտեղ ընտրություններից 3 օր առաջ էլ հակակոռուպցիոն սկանդալային ձերբակալությունների շարք գրանցվեց, դրա մասին վստահ եմ գիտեք։ Մեր քաղաքադաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Գյումրիում կարող է կրկնվել Վանաձորի սցենարը, ակնարկելով, որ եթե Վարդան Ղուկասյանը ընտրվի համայնքապետ, ապա նրա խոցելիությունը, այսպես ասած, թույլ կտա իշխանություններին նրա նկատմամբ քրեական գործ հարուցել ու այնուհետև ստիպել ընտրել տալ իր թեկնածուին։ Ինչ է կարծում այս առումով Տիկին Զոհրաբյան։ Մասին խոսել եմ վերջի շրջանում մշտապես, որ իշխանությունը, որի համար կենաց եւ մահու խնդիր է Գյումրիում ցանկացած գնով ապահովել իրենց թեկնածուի ֆեյք հաղթանակը, որովհետեւ ես վերջի օրերին պարբերաբար եմ եղել Գյումրիում եւ տեղյակ եմ գյումրեցիների տրամադրություններին, անկախ վարչական ռեսուրսից։ Մենք տեսանք, որ նախորդին Սարիկ Մինասյանի հանրահավաքը դա, ինչ ասեմ, դա մարդկային խեղճիզմի դրսևորում մարդկանց բռնի ուժով բերել էին եւ ես ասել եմ այնտեղ երկրորդ Գյումրու երկրորդ պոլիկլինիկային պրեմիա տվեք, որովհետեւ գլխաքանակի առումով հենց այդպես էլ ասում եմ գլխաքանակ բերվածների մեջ առաջի տեղում Գյումրու երկրորդ պոլիկլինիկաներ եւ գիտեք իմ բարեկամ ես ինչքան իմ հարազատները բնակվում են Գյումրիում եւ նրանք պնդում են, որ այդ հանրահավաքին տարբեր հանրակրթական դպրոցներ, պոլիկլինիկաներ ուղղակիորեն մարդկանց աշխատանքից ազատելու ահաբեկումով բերել են այդ հանրահավաքին եւ մենք լսեցինք, չէ, միտիկնոջ ասում են կներեք դուք որտեղից եք, այնքան այլվում է, որ ասում է դե երևի դպրոցից։ Այսինքն այն Նիկոլ Փաշինյանը, որը հիշում եք իր լրագրողական եւ պատգամավորական գործունեության ընթացքում անընդհատ խոսում էր այս կարգի երևույթների մասին, այսօր բոլոր նախկիններին հավաքական տվել ամցել վարչական ռեսուրսի անամոթ կիրառման ուրեմն գործելավոճով ավելին բարբերաբար տեղեկություն եղավ այդ մասին խոսեց նաև քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, որ Ջավախքից մեր հայրենակիցներ են բերվել գրանցվել եւ դա արվել է նախկին ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի այսպես կոչված Սովրանոյի Արմանի ջանքերով ես կարծում եմ մեր երկրում իշխանությունը փոխվելու եւ Արման Սահակյանի նմանները եւ այդ մարդիկ ովքեր բոլոր իշխանություններին հելու հնազանդ ստրկաբարով ծառայում են, նրանք բոլորը ենթարկվելու են պատասխանատվության։ Ինչ վերաբերում է Վանաձորի սցենարի կրկնությանը, ապա հաշվի առնելով Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հիստերիկ ելույթը, երբ որ նա իր կուսակցության քաղաքապետի թեկնածու մրցակիցներին անվանեց առնետներ, ասելով, որ տարբեր առնետներ, տարբեր ծակերից դուրս են եկել եւ ես նրանց մտցնելու եմ ծակը, ես շատ հավանական եմ համարում, որ կրկնվի Վանաձորի սցենարը եւ եթե Վարդան Ղուկասյանը ընդամենը 2 ժամ մնաց ընտրության ավարտին, իդեպ ես որ համեմատում եմ
մասնակցության թվերը ինձ ասացին, որ վերջի ընտրություններում շատ ցածր է եղել 26000, իսկ այսօր ժամը 5-ի դրությամբ արդեն 39000-ից ավելի մարդ մասնակցել է, դե հարաբերականորեն նախորդ ընտրության համար ավել է։ Ես ավելի քան վստահ եմ, որ իրենք Վարդան Ղուկասյանին կալանավորելու են, ինչպես արեցին Մամիկոն Ասլանյանի դեպքում, որը հրաժարվեց պաչել Մամիկոն Ասլանյանը ՔՊ-ի խաչը։ Ես վստահ եմ, ուզում եմ հավատալ Վարդան Ղուկասյանի նաև քվեարկության այսօր ժամանակ արած հայտարարությանը, որ որևէ պարագայում ինքը չի համագործակցի այս իշխանության հետ, իրենք կփորձեն կալանավորելով Ղուկասյանին ներազդել նրա ավականիների վրա, բայց այստեղ շատ կարևոր է, թե ինչ կանի ընդդիմությունը։ Մենք տեսնում ենք եւ շատ ակնհայտ երևում է, որ իշխանության թիրախում Մարտուն Գրիգորյանն է, հիշենք նրա որդու եւ հոր ձերբակալությունը, այսօր էլ առևանգեցին, նրա թիմի ուրեմն անդամների իբր հակակոռուպցիոնում ինչ կասկածանքի ուրեմն այսպես խնդրով ես վստահ եմ, որ առաջատար լինելու են հանդիմադիր տեխնացուները եւ Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը եւ Ռուբենը Մխիթարյան, նրանք բնականաբար անցնելու են ոչ միայն հաղթահարելու են անհրաժեշտ շեմը, այլև բավականաչափ լուրջ ձայներ են հավաքելու եւ այնտեղ էլի այլ ընդդիմադիր տեխնացուներ կա եւ նրանց հավաքական ձայնը հնարավորություն տալու է միավորվել եւ Գյումրիում փոխել նիկոլական ռեժիմը եւ եթե ես սա ասում եմ ամեն օր եւ հիմա էլ ասում եմ, եթե տեխնացուները ընդդիմադիր ինչ պատճառաբանություններ կբռնեն նախկինում իրենց մեջ ինչ է եղել կամ ինչ չի եղել կամ ինչ որ անհաղթահարելի իբր տարաձայնությունների մասին կխոսեն, չնայած ես որքան հասցրել եմ հետևել բոլորի հայտարարություններին, բոլորը պատրաստ են գալ կոնսենսուսի, գալ միավորման, դա կնշանակի, որ այն ամենը ինչի մասին այս օրերին իրենք խոսում էին, որ սա լոկ Գյումրու համայնքապետի ընտրություն չէ, իսկ իրականում դա այդպես է, սա Գյումրիում թրքահպատակ ռեժիմը տապալելու կարևորագույն գործընթացի սկիզբ է, որը քանի որ 18 թվականին Արցախը հանձնելու եւ Հայաստանը կործանելու քայլարշավը Նիկոլը Չալոյի հետ սկսեց Գյումրիից, սա նաեւ շատ խորհրդանշանակ է, որ Գյումրիից էլ պիտի սկսվի Ալիևյան այս ռեժիմի տապալման սկիզբը եւ ես ուզում եմ հավատալ, որ որևէ կերպ հնարավոր չի լինի ներազդել ընդդիմադիր տեխնացուների վրա ոչ քրեական գործերը, ոչ կալանավորումները, իսկ որ Նիկոլը ամեն պստլիկ գյուղում իր իշխանությունը պահելու համար ելուն մնաց հանրապետության երկրորդ քաղաքում ամեն ինչի պատրաստ է, այո, մենք կարծում եմ դրանում, քանիցս համոզվել ենք, կրկնում եմ, վստահ եմ, որ ընդդիմադիր տեխնացուների հավաքական ձայնը հնարավորություն տալու է ոչ ասել նիկոլական ռեժիմին եւ իշխանության տեխնացուն, եթե անգամ տեսականորեն ձայների քվեով ինքը լինի առաջի տեղը հաշվի առնելով խայտարակ վարչական ռեսուրսը, միևնույն է, ինքը չի հաղթելու, իսկ այլ տեխնացու, այդ այսպես կոչված պսևդո ընդդիմադիրներից որոնք կարողանան անցնել անհրաժեշտ շեմը Սարիկ Մինասյանին կներեք այս ձևակերպման համար պատագրև անելու համար, այդպիսի ուժ այս ընտրարշավում չկա։ Սա է իրավիճակը, 2 ժամ մնաց, սպասենք ելքին ընտրության։ Տիկին Զորաբյան, շրջանառվող լուրերի համաձայն Գյումրիում ընտրակաշառքի նոր մեթոդ է կիրառվում, չգիտեմ տեղեկ եք թե ոչ, առցանց խաղադրույքների համար գրանցված անձանց հաշիվներին փոխանցում են գումարներ, որ գնան ընտրությունների։
նման փոխանցումները իհարկե վերահսկելի չեն, ակնկալում ենք, որ իրավաբանները մամուլի հրապարակումների հիման վրա հետաքննություն կսկսեն ստուգելու այս ընտրակաշարքի նոր մեթոդի մասին ահազանգերը։ Բացի այդ, մեկ ահազանգել է ստացվել, որ Գյումրիի տեղամասերից մեկում, որը համարվում է իշխող ուժի թեկնածույթ թաղամաս, առանձնահատուկ նկատելի է եղել տարեց անձանց ակտիվությունը, որոնք քվեարկել են տարբեր անձանց ուղեկցությամբ կամ օգնությամբ։ Ավելին արձանագրվել է նաև դեպքեր, որ նույն մեքենայով տարել են քվեարկության, ինչ վերաբերում է այդ տարբեր այդ խաղադրույքներ անողների հաշվեհամարներին գումար փոխանցելուն, այո, տեղյակ եմ մամուլի հրապարակումներից, որը կոորդինացվում է Վիվարոյի Վիգենի կանտորայի կողմից, ես մի բան կարող եմ ասել, Վիվարոյի Վիգեն կոչեցյալը, այդ պերսոնաժը, որը ես չգիտեմ, ես ուղղակի բառեր չեմ գտնում այս խաղադրույքները, որ արվում է, այս երիտասարդների կյանք կործանելը, այս ինքնասպանությունները, այս շահումով խաղերի տոտալիզատորների պատճառով, այս անձնավորությունը նստելու է հայկական Նուրեմբերգի առաջի շարքում։ Ես իմ կյանքի գործն եմ սարքելու Վիվարոյի Վիգենին եւ սերունդ կործանող մյուս վիժվածքներին պատժելու համար։ Նրանք ծանրագույն քրեական հոդվածներով պիտի պարզեն։ Ես ոչ մի վստահություն չունեմ, որ եթե կիրառում են ընտրակաշարքի այս մեթոդը, Նիկոլի գրպանում սատկած իրավապահ համակարգը որևէ կերպ կարձագանքի, բայց միևնույնն է, ինչ էլ անի, ինչ հնարավոր անհնար ռեսուրսներ կիրառի, ակնհայտ է, որ ինքը այլևս լեգիտիմ չի, Հայաստանի պատմության մեջ չի եղել ավելի արգահատելի ղեկավար, քան Նիկոլն է, այն դժոխային ատելություն Ես ասել եմ եւ անընդհատ պիտի կրկնեմ, ես վախենում եմ այդ ատելության գերդոզայից, որ կա նրա ու հատկապես նրա կնոջ հանդեպ, որովհետեւ այս կարգի ատելությունը ինքը կարող է մի օր զարհուրելի պայթել եւ մենք անգամ չկարողանանք կանգնեցնել հասարակությանը, որովհետեւ սրանց հետ հաշվեհարդար չպիտի տեսնեն, սրանք պիտի դատվեն եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանք մնան անվնաս։ Միևնույնն է, ինքը ոչինչ անել չի կարողանալու այլևս։ Տիկին Զորաբյան, բայց ինչ եք կարծում, Փաշինյանի իշխանության պարագայում հնարավոր կլինի արդյունավետ համայնքապետ լինել, առավել եւս ընդդիմադիր քաղաքապետ։ Տեսեք, ես չեմ ուզում այս ընտրությունը դիտարկել ընդամենը Գյումրու համայնքապետի ընտրություն, գիտեք ով, եթե անգամ ընտրվի ընդդիմադիր եւ իրեն չկալանավորեն, եթե ինքը մտածում է կամ ինքը որոշել է գնալ եւ այս ռեժիմի հետ աշխատել, ապա նա դառնալու է այս ռեժիմի մասը։ Ես կարծում եմ, որ Գյումրիից պարզապես պետք է սկսել Նիկոլին հրաժեշտ տալու եւ նրան ու իր թիմին հայկական Նուրեմբերգ ուղեկցելու գործընթացը։ Գյումրիի ընտրությունը ինձ համար բացառապես այդ նշանակությունն է, ոչ թե տանիք սարքող, ջուր կամ չգիտեմ, խողովակ քաշող համայնքապետի ընտրություն։ Այսինքն, ինչպես ասեց Ռուբեն Մխիթարյանը, սա ոչ թե լակմուսի թուղթ, այլ սև թուղթ է դառնալու իշխանության համար։ Տիկին Զորաբյան։ Ես ուզում եմ հավատալ, որ այդպես է լինելու, հաշվի առնելով եւ շատ լավ իրազեկ լինելով Գյումրիում առկա տրամադրություններին։ Անչափ շնորհակալ եմ Տիկին Զորաբյան, հաջողություն։